Ոչ Թալանին քաղաքացիական նախաձեռնությունը մտնում է պայքարի նոր փուլ։ Մենք շարունակում ենք պայքարը շատ ավելի լայն ֆորմատով։ Կլինեն հանրային քննարկումներ եւ կձևավորվեն իրավաբանական, ինչպես նաեւ տնտեսագիտական խմբեր։ Միաժամանակ շարունակվելու է փողոցային պայքարը։ Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեզ չի բավարարում։ Ուստի մենք հետևողական ենք լինելու մեր պահանջների լիարժեք կատարմանը։ Հիշեցնենք մեր պահանջները։ Վերանայել եւ չեղյալ հայտարարել ՀԾԿ-ի հունիսի 17-ի որոշումը։ Երկրորդ, նվազեցման նպատակով վերանայել անցած տարվա ընդունած սակագինը եւ երրորդ, պատժել բոլոր այն ոստիկաններին, որոնք կիրառել են բռնություն խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Մենք մեր հետագա քայլերը կտեղեկացնենք ձեզ, իսկ այսօր ժամը 19:00-ին Կոմիտասի արձանի մոտ հրավիրում ենք հանրային քննարկման մասնագետների հետ։ Մենք վաղը մամուլի ասուլիս ենք տալու, մնացած բոլոր հարցերին վաղը կպատասխանենք։ Բաղրամյանը մնացած ժողովրդի հետ միանալու կամ նրանց նորից կոչանելու այստեղ գալ, նման կա նախաձեռնություն կամ նման միտք։ Նախաձեռնությունը այս պահին Բաղրամյանում համակարգող խումբ չի հանդիսանում, ուստի մենք ազատ ենք այնտեղ հայտնվել որպես սովորական քաղաքացի։ Մենք չենք սահմանափակվում միայն Բաղրամյանում կանգնելով, մենք ընտրել ենք մի քիչ շատ ավելի լայն դաշտ։ Իսկ մանրամասը ես ձեզ վաղը կբացատրեմ, մենք ոնց ենք մտածել։ Ես նախորդ ձեզ բոլորիդ կտեղեկացնեմ, հա, մենք դեռ չենք որոշել կոնկրետ։ Բայց ասուլիս լինելու է։ Կոմիտասի արձանի մոտ հանրային քննարկումը երբ էր։ Ժամը 19:00։ Այսօր։ Հա, հիմա ես գնում եմ այնտեղ։ Այստեղ ոչինչ չի լինելու։ Հանձնաժողովում ընդգրկվելու եք Սերժ Սարգսյանի հրավերին։ Այդ հիմա քննարկվում է մեր խմբում։ Ոնց կլինի։ Ինչու այստեղ մարդ չկա, հա, երեք նստածից եք խոսում, բայց սրա առավոտից այստեղ որպես սակավաթիվերին չեղան, հա, քաղաքացի։ Ես այդ հարցին էլ վաղը կպատասխանեմ, թույլ տվեք վաղը պատասխանեմ այդ հարցերին։ Մի մասը գնաց տուն, մի մասը բարձրացավ Բաղրամյան, բայց ավելի կոնկրետ ես վաղը կպատասխանեմ։ Պարակտվել է ոչ թե այն նախաձեռնություններից։ Նախաձեռնությունը չի պառակտվել։ Նախաձեռնությունը ամուր հիմքերի վրա է գտնվում այս պահին, եւ մենք վաղը մեր անդամներով կնստենք եւ կներկայանանք ասուլիսի ժամանակ կտեսնենք։